Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում կրկին դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Հարգելիներս, քանի որ տարածված է գրիպը, մրսածությունը եւ ընդհանուր սուր շնչառական վարակները, ես դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի շրջանակներում որոշեցի համալրել եւս մեկ գրիպոֆլյուի նման դեղամիջոցի, որը նույնպես պակաս հայտնի չէ, քան գրիպոֆլյուն, տերաֆլյուի մասին էլի միջայլոց տեսանյութ ունեմ ալիքում։ Խոսքը հարգելի հետևորդներ անտիգրիպի մասին է։ Անտիգրիպը դա հենց դեղորայքի անվանումն է, բոլորիդ քաչ հայտնի է եւ մանկականն է լինում եւ մեծահասակներին է, նախկինում նաեւ լուծվող հաբերներ լինում, այժմ դա չկա։ Եվ այսպես եկեք ծանոթանանք այս դեղամիջոցին ավելի մանրամասն։ Սիրելի հետևորդներ, անտիգրիպը նույնպես թողարկվում է փոշու ձևով, ինչպես արդեն ասացի, լինում է մանկական, մեծահասակների, նախկինում էլ կար ջրալույծ հաբերը, այժմ դա դիֆիցիտ է, չկա դեղագործական շուկայում։ Անտիգրիպը շատ հայտնի դեղամիջոց է, գրիպի եւ սեզոնային մրսածության ժամանակ շատ նշանակվում է թե բժիշկների կողմից, թե մանկաբույժների եւ թե դեղատան աշխատակիցների, դեղագետների կողմից։ Ինչու դեղագետների, որովհետև դեղագործները չեն կարող նշանակում անել։ Դեղորայք կարող է նշանակել միայն դեղագետը։ Հարգելիներս, անտիգրիպը իր մեջ պարունակում է պարացետամոլ, ֆենիրամին եւ վիտամին C։ Բոլորս գիտենք, որ պարացետամոլը ցուցված է որպես ջերմիջեցնող դեղամիջոց, որպես ցավազրկող եւ մի փոքր ունի հակաբորբոքային ազդեցություն։ Տվյալ դեպքում անտիգրիպինի սաստավի մեջ լինելով, բաղադրության մեջ լինելով, իջեցնում է ջերմությունը, եթե այն առկա է, հանում է մկանային ցավը, հանում է ընդհանուր մարմնի կոտրատված այդ վիճակը, որովհետև մրսածության ու գրիպի ժամանակ այն բավական բնորոշ երևույթ է, թուլությունն է հանում օրգանիզմից եւ գրիպի հետևանքով առաջացած գլխացավը։ Ֆենիրամինը, սիրելի հետևորդներ, կարգավորում է ընդհանուր շնչառությունը։ Քանի որ գրիպի ժամանակ շատ է լինում, որ մարդու մոտ շնչառությունը փակվում է, դժվար է շնչում, այսինքն քթի խոռոչները փակ են, մարդը ստիպված շնչում է բերանի խոռոչով, ինչը շատ վտանգավոր է տվյալ դեպքում, բայց դա ինչ արած, դա սիմպտոմ է, որի դեմը պետք է առնել։ Եվ ֆենիրամինը քթի փակվածությունը հրաշալի կերպով բացում է։ Եթե խմեք անտիգրիպինը, այս էֆեկտը անպայման ստանալու եք։ Բացի այդ, կարգավորում է շնչառությունը եւ հանում է այն վիճակը, որ մարդու մոտ անընդհատ գրիպի հետևանքով սկսում է արցունքա հոսել։ Աչքերից արցունք է գալիս, բայց չհասկանաք այնպես, թե մարդը լացում է։ Ոչ, սա ոչ թե բնական արտասունքի մասին է խոսքը, այլ որ գրիպի ժամանակ աչքերից անընդհատ արցունք է հոսում։ Սա նույնպես գրիպին բնորոշ վիճակ է համարվում։ Սիրելիներս, անտիգրիպը արդեն ասացի, որ ցուցված է սուր շնչառական վիրուսների ժամանակ, գրիպի, մրսածության, մկանային ցավի ու կոկորդի ցավի դեպքում։ Մի շատ կարևոր ավելացում է, երբ որ դուք գրիպով հիվանդանում եք, ունենում եք կոկորդի ցավ, մի առաջնորդվեք միայն փոշին ընդունելով, կլինի տերաֆլյու, կլինի գրիպոֆլյու, անտիգրիպ, կոլտրեքս կամ մեկ այլ դեղամիջոց, թեկուզ մաքսիկոլդ, նմանատիպ թեյերի հետ պարտադիր դեղատնից վերցրեք հատուկ դեղամիջոցներ, որոնք ցուցված են կոկորդի ցավի համար։ Կոկորդի ցավի մասին էլ մենք կանդրադառնանք, ես որոշ դեղորայքների մասին տեսանյութ կնկարահանեմ, ինչու եմ նախապես ասում, որտեղ գիտեմ, որ այդ հարցը անպայման գրելու եք մեկնաբանություններում, ասում եմ, որ էլ չկրկնվեմ։ Եվ ընդունման կարգը, հարգելի հետևորդներ, անտիգրիպը ցուցված է մեծահասակների եւ 15 տարեկանից բարձրներին օրական 3-ից մինչեւ 4 անգամ, եթե շատ բարձր է ջերմությունը, եթե ոչ գոնե 3 անգամ պարտադիր է խմելը յուրաքանչյուր 4 ժամը 1։ Եթե դեղատներում կգտնեք մանկական անտիգրիպը, որը ցուցված է երեխաներին, իմացած եղեք, որ թույլատրվում է սկսած 3 տարեկանից մինչեւ 15 տարեկան ընկած շեմը։ Սիրելի հետևորդներ, եթե տվյալ դեպքում մարդը հիվանդացել է գրիպով եւ ունի լյարդի կամ երիկամի անբավարարություն, ուշադիր լսեք, անտիգրիպը նույնպես ցուցված է եւ կարելի է, սակայն արդեն ոչ թե 4 ժամը 1, այլ 8 ժամը 1։ Այսինքն մաքսիմում դոզան օրվա ընթացքում կազմում է ոչ ավել, քան 2 անգամը։ 2 անգամ փոշին լուծելով, այսինքն 2 փոշի օրական խմելով յուրաքանչյուր 8 ժամը 1, նման կարգի հիվանդություն ունեցող անձանց մոտ թույլատրելի է, բայց չի կարելի գերազանցել օրվա չափաբաժինը եւ թույլատրելի սահմանը։
Վերջում խոսեմ հակացությունների մասին, սիրելի հետևորդներ։ Տեսեք, գրիպի համար նախատեսված ցանկացած դեղափոշի, որոնք վաճառվում են դեղատներում, համարյա թե հակացությունները նույնն են, որովհետև գրեթե բոլորի մեջ պարունակվում են նույն բաղադրիչները։ Հնարավոր է լինեն որոշ դեղամիջոցներ, որոնք բացառություն կկազմեն, բայց հիմնական բաղադրիչները համարյա թե բոլորինն էլ նույնն են՝ Terraflu, Coldrex, Maxi-Cold, Anti-Grip եւ այլն։ Ուրեմն հակացությունները ցուցված է ամենաառաջինը հակացուցված է ներողություն ամենաառաջինը հղիներին ու կրծքով կերակրողներին, հղիներին առաջինից մինչև երրորդ եռամսյա կատեգորիկ արգելվում է նման կարգի փոշիներ ընդունելը։ Հակացուցված է գլաուկոմա ունեցողներին, հակացուցված է այն անձանց, ովքեր ունեն պարացետամոլի հանդեպ անտանելիություն, որովհետև մարդիկ կան, որ կոնկրետ ացետամինոֆեն իրենց օրգանիզմը չի ընդունում, ացետամինոֆենը դա նույն պարացետամոլն է։ Հակացուցված է նաև աղեստամոքսային տրակտի շատ լուրջ հիվանդություն ունեցող անձանց։ Սիրելի հետևորդներ, ուրեմն դեղագործական շուկայում մոտավորապես 6-7 նույնիսկ 8 տարի առաջ ուրեմն գրիպի համար նախատեսված փոշիների թեյերի մեջ կային այնպիսիները, որոնք չէին պարունակում շաքար։ Տուփի վրա հստակ նշվում էր, օրինակ, Fervex bis սախարը։ Այժմ չկան որևիցե տեղ, ես ոչ մի դեղատանը չեմ հանդիպում այս հակագրիպային թեյերը, որոնք նախատեսված լինեն դիաբետով հիվանդների համար։ Ընդհանրապես նման կարգի թեյերը շաքարային դիաբետով հիվանդներին հակացուցված կամ են կամ էին, եթե անկեղծ արդեն ինքս էլ չեմ հասկանում, որովհետև դեղի ներդիր թերթիկ կա, բացում կարդում եմ, տեսնում եմ հակացուցված է, անցնում եմ մի որոշ ժամանակ, բացում կարդում եմ, տեսնում եմ հակացությունների մեջ չկա դիաբետ ասվածը։ Ես խնդրում եմ, եթե մտնում եք դեղատուն եւ նկատում եք, որ աշխատակիցը ձեզ չի կարողանում հստակ օգնել կամ ուղղորդել, դուք վերցնեք այդ դեղամիջոցը թե ոչ, եթե ձեր տան անդամը հիվանդ է շաքարային դիաբետով, առանց երկար բարակ մտածելու միանգամից զանգ եք տալիս ձեր բժշկին, ով որ բուժում է շաքարային դիաբետը ձեր հիվանդի մոտ, էնդոկրինոլոգին եք զանգում։ Ուրիշ ոչ մեկի, եթե ձեզ հստակ չեն կարողանում ցուցել, որովհետև խնդիրը շատ պարզ է, եթե տվյալ պահին ձեռքի տակ չունեն, ենթադրենք, հենց Fervex առանց շաքար նախատեսված դեղամիջոցը շաքարային դիաբետով հիվանդների համար, իրանք շատ հանգիստ կարող են փոխել եւ տալ ոչ թե փոշի, այլ դեղահապ, որովհետև մենք լիքը դեղահաբեր ունենք գրիպի ու մրսակցության համար նախատեսված, որոնք ցուցված են շաքարային դիաբետ ունեցողներին, բայց քանի որ մենք ունենք շատ աշխատակիցներ, որոնք այդքան էլ հմուտ չեն իրենց գործում, կամ նոր են ավարտել, կամ սկսնակ են եւ այլն, չեն կողնորոշվում։ Մի ընկեք երկմտանքի մեջ, անմիջապես զանգ արեք բժշկին ու ճշտեք։ Սա ինձ թվում է շատ կարևոր էր ու սրա մասին պետք էր խոսել, որովհետև ես ինքս էլ նկատում եմ, որ շուկայում վերացել են նման կարգի դեղամիջոցները նախատեսված դիաբետով հիվանդների համար, ինչը, ինչպես արդեն ասացի, 7-8 տարի առաջ յուրաքանչյուր դեղատան դարակներում անպայման կտեսնեին, եթե դրված էր Terraflu, Gripoflu, Fervex, հաջորդը Fervex bis սաղարը, որովհետև մեր երկրում գիտեք, ինչքան շատ են դիաբետով հիվանդ մարդիկ։ Այսքանը սիրելի հետևորդներ, հուսամ տեսանյութը կարևոր էր եւ ինֆորմատիվ էր։ Առողջ մնացեք ու մի հիվանդացեք։ Իսկ մենք կհանդիպենք արդեն վաղը, էլի շատ հետաքրքիր տեսանյութով ես հանդես եմ գալու ձեզ համար։ Լավ մնացեք։ Մաղթում եմ բոլորիդ առողջություն եւ հեռու մնաք սեզոնային վիրուսներից ու վարակներից։ Հարցերի դեպքում գրում եք մեկնաբանությունների բաժնում, ես մի քանի օրվա ընթացքում անպայման պատասխանելու եմ։ Ստեսություն։